ազգային ազատագրական պայքարով նահատակված եւ անկախություն կերտած ուժի մասին երբ որ խոսում եք, արժևորում եք այդ ուժին։ Շնորհակալ եմ դրա համար։ Իհարկե կեղծիքն ու սուտը մի կողմ դրած, բայց անկեղծորեն ես բարձր եմ գնահատում, որ դուք անընդհատ փորձում եք ուսումնասիրել դաշնակցությունը։ Դա շատ լավ բան է։ Բայց մի խորհուրդ, մի վերագրեք դաշնակցությանը բաներ, որոնք չեն եղել, կարևոր չի, դա դրականով է բնութագրվում դաշնակցության, թե բացասական։ Ուղղակի կեղծիք մի արեք, այսքան բան։ Ասեք են ինչ-որ ձեր պատկերացումով, ձեր ուսումնասիրությամբ, ձեր ընկալումով և իրականության մեջ այդպես է։ Այստեղից ասվում է, ինչի կայսերական պահանջեր, ինչի օրինակ բանը, Ուրմիա լիճը և այլն չպահանջեցիք։ Լսեք, Հայաստանի առաջին հանրապետությունը, երբ որ կերտվում էր այո ցեղասպանությունից անմիջապես հետո, որպես ցեղասպանության ենթարկված ժողովրդի կամքի հավաքական արտահայտություն եւ նաեւ նույն ժամանակահատվածում Փարիզի խաղաղության կոնֆերանսի շրջանակներում եւ այնուհետեւ Հայաստանի Հանրապետությանը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ներգրավում էին որպես հաղթող կողմի հետ մասնակից երկիր, այն ժամանակ միջազգային, այսօր որ սիրում եք անդադ կրկնել, միջազգայինորեն ճանաչված սահմանը իրավարար վճիռն էր, որ տվեց Վիլսոնը։ Եվ հիմա, երբ որ դուք անընդհատ միջազգայինորեն ճանաչված իրավական սահման արտահայտությունն եք օգտագործում, պարոն Եղոյան, հատկապես դուք, որ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովն եք ղեկավարում, գոնե այդ մասով մի քիչ ավելի խորացեք, ոչ միայն թյուրիմացություններից զերծ մնալու, նաև, չգիտես, էլի կյանք է, հետագայում ստիպված չլինեք ձեզ սրբագրել ձեր ասածները, ասեք, որ ես այն ժամանակ կամ չգիտեի, կամ չէի ծանոթացել, կամ թյուրիմացությունների մեջ էի եւ այլ։ Հիմա անդրադառնամ Նիկոլ Փաշինյանի երեկվա այս ամբիոնից հնչեցրած խոսքին, նախ գոհունակություն եմ հայտնում պարոն Փաշինյանի մտադրության ուղղությամբ եւ այս ամբիոնից կատարված հայտարարությունը առայն, որ առերևույթ պետական դավաճանության հանցագործության հաղորդման շրջանակներում ինքն էլ է հետամուտ լինելու, որպեսզի իրավասու մարմինները պատշաճ քննության առարկա դարձնեն։ Բայց իմ համար զարմանալի էր, որ ինքն այս ամբիոնից ասեց, որ տեղյակ չի։ Ես կարծում եմ, դուք բոլոր չեք տեղյակ, մի քանի անգամ եմ այս ամբիոնից ասել, որ պաշտոնապես ես եւ Հակոբ Մարտիրոսյանը, փաստաբան, ներկայացրել ենք հաղորդում Նիկոլ Փաշինյանի եւ Բարսաշյան մի շարք այլ անձանց կողմից առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասով։ Ասել եմ, ավելին այստեղից հարցել եմ տվել Նիկոլ Փաշինյանին։ Ավելին պաշտոնապես գրություններ եմ ստացել, որ Նիկոլ Փաշինյանը չի հարցաքննվել։ Երեք այս ամբիոնից, երբ որ Նիկոլ Փաշինյանը իր պատրաստակամությունն է հայտնում, ես միայն ողջունում եմ եւ այո հորդորում ենք, որպեսզի իրավասու մարմինները պատշաճ ընթացքավորեն այս ամենը։